Աշունը Քարաշեն էր եկել ոչ միայն գույներով, այլև տոնական տրամադրությամբ։ Նոյեմբերի 7-ին գյուղի կենտրոնը վերածվել էր մեծ բացօթյա բեմի՝ լի երգով, պարով եւ գյուղական անուշաբույր ուտեստների հյուրասիրությամբ։ Տեղ համայնքում շարունակվող աշնանային տոնաշարի հերթական կանգառը հենց այստեղ էր, որտեղ ամեն ուտեստ ու յուրաքանչյուր ժպիտ պատմում էր Քարաշենի մասին։ Տեղ համայնքի ղեկավարը իր ելույթում ընդգծեց, որ այս մշակութային իրադարձությունը ոչ միայն միջոցառումների շարք է, այլև մեծ տոն եւ համայնքային համախմբման եւս մեկ առիթ, հիշեցնելով, որ տեղի աշունը ոչ թե ավարտի, այլ նոր սկզբի խորհրդանիշ է։ Իրական հեքիաթի էր նման ֆիլմի գեղեցիկ հեքիաթի, որը ազդարարեց այս ֆիլմաշարի մեկնարկը։ Քարաշենցիների խոսքով նման միջոցառումները ոչ միայն տոնական տրամադրություն են պարգևում, այլև հնարավորություն են տալիս ներկայացնելու տեղական արտադրանքը, գյուղական կենցաղն ու ավանդույթները, որոնք ամբողջ տարվա ընթացքում պահպանվում եւ զարգանում են։ Մենք միշտ կերազենք, որ ցենց միասնական լինենք, ամենակարևորը խաղաղություն լինի։ Մեր բերք ու բարիքը շատ լավ լինի ամեն ինչը։ Մեր սեղանին կար տնական ճտերի ցարկած չխրտմա, այո, ավանդական խաշիլներ, ավանդական կճախաշներ, տենց շատ աղանձներ, հալվայեր, 20 թվականից հետո պատերազմի այդ արհավիրքներից հետո մեր ժողովուրդը շատ ստրես է ապրում, կորցրել ենք երիտասարդների, բայց երևի ահագին շատ լավ մարդկանց տրամադրություն է բարձրացնում եւ մենք ուզենք, որ միշտ սենց միջոցառումներ լինեն, շատ լինեն, որպեսզի ժողովուրդը միասնական լինի, մի քիչ բարձրացնեն իրենց տրամադրությունը։ Պետք է շուտ կազմակերպեն։ Ժողովուրդը ուրախանում են էլի։ Նախ շատ գեղեցիկ միջոցառում է, առաջնահերթ որ ժողովուրդը իրար տեսնում են, բարեկամանում են, ընկերանում են։ Այն ամենանին ես այս միջոցառումը գնահատում եմ գերազանց։ Քարաշենի վարչական ղեկավարը նշում է, որ աշնանային տոնաշարը ոչ միայն ուրախության, այլ նաև գյուղի ավանդույթներն ու հյուրասիրությունը ներկայացնելու լավ առիթ է։ Նա կոչ է անում հաճախ այցելել գյուղական համայնքներ, բացահայտելու ազգային մշակույթի ինքնատիպ գույներն ու գյուղական կյանքի անմիջականությունը։ Վարչական ղեկավարը հավելում է, որ իրենց նախաձեռնած մարտահրավերն արդեն փոխանցվել է Վաղատուր գյուղ։ Քանի որ մարտահրավերն նետվեց Քարաշեն բնակավայրին Գորնիձորի անունից, ժողովուրդը մեկ մարդու նման աջակցեց մեզ եւ կազմակերպեցիք մեզ պատկանող աշնան տոնը։ Ուրեմն փողոցները բաժանեցիք մի քանի մասի, բաժանեցիք 5 մասի եւ ստեղծվեց 5 տաղավար, գումարած դպրոց, որի համար ես շնորհակալություն եմ մատնում Քարաշենի բնակչությանը, ինչու՞ չէ նաեւ դպրոցին եւ համարում եմ այս օրը վայելված ժողովրդի կողմից եւ կայացած։ Տոննի շուրջն էր միավորել նաև գյուղի երիտասարդությանը, դարձնելով նրանց համայնքային միջոցառման գլխավոր շարժիչ ուժը։ Նրանց մասնակցությամբ աշնան գույներն առավել կենթանացել էին, ստանալով ուրախ ու խանդավառ երանգ։ Գյուղի երիտասարդները նշում են, որ նման միջոցառումների կարիքը մեծ է եւ հույս հայտնում, որ առաջիկայում Քարաշենում կկազմակերպվեն նաև երգի ու պարի փառատոններ, քանի որ հենց այդ ոլորտում նրանք առավել ակտիվ են։ Ես շատ ուրախ եի ու շատ զգացված եի, որ այդ պատասխանատվությունը հենց ինձ էին տվել ու դպրոցում կազմակերպվող միջոցառումներին որպես աշակերտական խորհրդի նախագահ ես շատ էի ցանկանում, որ մեր մատաղ սերունդը նույնպես ներգրավի այս միջոցառումներին ու երբ ընկեր Հակոբյանը, մեր վարչական ղեկավարը մեզ ասաց, ես շատ ուրախացա ու ամբողջ գյուղի սենց եռանդը տեսնելով այդ իմ համար շատ մեծ բան էր, որովհետև վերջին շրջանում մեր գյուղը այսքան եռանդով չէր լցվել հիմա։ Քարաշենի 6 տաղավարներից հյուրերի ամենաշատը ուշադրությունը գրավեց առաջին եւ 10-րդ փողոցների միավորված սեղանը, որտեղ ավանդական ուտեստների պակաս չկար, սկսած թոնրի գաթայից մինչև Քարաշենի ավանդական չխրտմա ուտեստը, տնական հավի, սոխի ու ձվածեղի հետ պատրաստված։ Հյուրերը համտեսեցին նաեւ չորաթան, աղանց եւ այլ ավանդական թխվածքներ։ Այս սեղանը իր բազմազան համերով արժանացավ տոնի գլխավոր գավաթին։ Տոնին մասնակցում էին ոչ միայն գյուղի բնակիչներ, այլև հարևան բնակավայրերի ժամանած հյուրեր, ինչպես նաև Քարաշենի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները իրենց առանձնահատուկ հյուրասիրությամբ։ Աշնան 7 գույներ միջոցառումը տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը բնութագրեց որպես ֆիլմաշար, այն անվանելով խաղաղության գերանգներ եւ ընդգծելով, որ յուրաքանչյուր գույն իր առանձին պատմությունն ու տրամադրությունն է փոխանցում մասնակիցներին։ Արմինե Սիմոնյան, Լևոն Հակոբյան, Սյունիք Նյուզ։ Են երբեք չի կրկնվի եւ անցյալ